Երևանի ավականու նիստում զեկուցվող առաջին հարց նախպահանության վճարումներին է վերաբերում։ Այսուհետև քաղաքաբնակներ նախպահանության համար նախատեսված վճարները կարող են կատարել առցանց եղանակով։ Վճարումները կարող եք իրականացնել yerevan.am կայքում համապատասխան բաժնում, pay-e-community.am կայքում, ինչպես նաև HiPost-ի բոլոր մասնաճյուղերում, որոնք նաև մենք ունենք նաև HiPost-ի ներկայացուցիչներ մեր վարչական շրջաններում, նաև ուզում եմ նշել, որ վարչական շրջաններում ենք կարող իրականացնել աղբանության վճարները, EasyPay վճարային համակարգով եւ բանկերից առաջինը մեզ միացել է Հայ-Էկոնոմ բանկը եւ Հայ-Էկոնոմ բանկի համապատասխան բջջային հավելվածով նույնպես կարող եք կոմունալների բաժնում վճարել։ Ավինյանը նշեց, քանի որ աղբահանության վճարների կարգի փոփոխություններից հետո աղբահանության վճարումների համար առցանց համակարգերը հասանելի չէին, քաղաքացիները կարող էին դժվարություններ ունենալ վճարումների հետ կապված։ Հետևաբար 2025 թվականի հունվարից մինչև հուլիսի 31-ը չկատարած վճարումների համար նախատեսված տույժերը կչեղարկվեն։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հավաստիացնում է, քաղաքային իշխանությունը չունի որդեգրած քաղաքականություն, օրինագծեր ու ծրագրեր ներկայացնելիս չկան հստակ հաշվարկներ։ Իրենք չունեն հաշվարկ, որ 10 դրամ պակասվում է, 10 դրամի փոխարեն մանկապարտեզները չսարքվելու գումարը ուր է գնում օրինակի համար։ Եթե իրանք պակասացնում են կամ արտոնություն են տալիս, ոնց որ օրինակ այսօր չզեկուցող հարցերի շրջանակում նույն տրամաբանությամբ էլ էս հարցն է, որ երբ որ 400 միլիոն դրամից ավել շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքան են ակնկալում, որ պակաս գումար է գալու, ու դրա փոխարեն ինչքան մանկապարտեզներ է, որ օրինակի համար չի կառուցվում կամ թերակատարվում է, որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլ նաև իմ հավատարիմ հետևորդների TikTok-ի, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե կասկածրած մանկապարտեզները խի են վատ սարքվում օրինակի համար։ Որն է ՔՊ-ի ավականիների բան ու գործի անունը, վրդովում է Մանուկյանը։ Իմ հարցին հետևական է լինում օրինակ ձեր ՔՊ-ի համար 2 Վահագն Ալեքսանյանը, ում նաև այսօր հենց հիմա հրապարակայնորեն կոչ եմ անում, որ մեղադրում ասում է ճկուտով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ՔՊ-ի ավականներ ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիներին բռնեք, այդ կապ ունի հեն անիտ։ Գրիգոր Իսկանդարյանն էլ շեղվեց թեմայից։ Ավինյանը ելույթն ընդհատեց նշելով. չի կարող թույլ տալ, որ այս կրկեսը շարունակվի։ Մենք ունենք կանոնակարգ։ Կանոնակարգով հստակ նշված է կներեք։ Հեսա կասեմ ինչի նկատի ունեի։ Երբ որ ասվում է, որ ժողովուրդ ջան, պետք է քննարկել եւ ելույթ ունենալ հարցի շրջանակներում, դա է այն կանոնակարգը, որը որ մենք ընդունել ենք։ Հարց ու պատասխանի ժամանակ, պարոն Իսկանդարյան, խնդրեմ, որքան ունեք հարց, տվեք ինձ, մեր գործընկերներին եւ բոլոր բացատրությունները, հիմնավորումները, թե ինչու է դա այդպես արվել, ձեզ կտրվեն։ Իսկանդարյանը հակադարձում է։ Պարոն Ավինյան, ուրեմն առաջինը մեկ այդ կրկեսը չհասկացա։ Ես կարծում եմ պետք է մեկնաբանել, որովհետև շատ տգեղ ու տհաճ է արտահայտվում, որը այդ աթոռը զբաղեցնողի համար աններելի է։ Դա եթե մենք էլ սկսենք կրկեսով խոսալ, ուզում եք ասեք, սենց նստած նայում եք ում, սենց հենց առաջի սարքից սկսած։ Անցած նիստին խոսում եք ստենդափից, Հենա օրակարգի հաստատման ժամանակ տեսանք ինչ ուժեղ ստենդափ եք անում, ժողովուրդն էլ ուրախանում է։ Եթե Ավինյանը ասում է 25-30% կա բոյկոտ, նշանակում է 50% կա բոյկոտ։ Ու մի տարի է մնացել, բոլորս միասին պայքարելու ենք եւ դիմանալու ենք։ Լավ, լռություն։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ անդրադարձավ քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձանց ձերբակալման թեմային, որոնք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ։ Քիչ առաջ լրագրողները հարցեցին այսօր Երևանի քաղաքապետարանում երկրորդ մասնաշենքում ասում են ձերբակալություններ, ասում եմ այո։ Ասում եմ, բա տեսնում եք, որ ուրեմն Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան ոնց հաստատվում, ասում ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր որևէ բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցնում եւ մենք ապրում ենք իրավական երկրում եւ այո լինելու են եւ շարունակելու են լինել։ Մանկապարտեզներում արկա շինարարական խնդիրների, կոռուպցիոն ռիսկերի թեման կարմիր թելով անցավ ամբողջ նիստի ընթացքում։ Ավինյանը կրկին մեկնաբանում է. Մենք տարվա ընթացքում 1 տասնյակին մոտ
նոր հիմնանորոգված մանկապարտեզներ ենք բացում եւ ամեն մի մանկապարտեզում 150-ից 300 երեխաներ են սկսում այցելել։ Վստահաբար մեր գործընկերները հավաքան ընդդիմադիր խմբակցություններից, երբ որ բարձրաձայնում են, որ կա խնդիր տվյալ մանկապարտեզում, այո, ճիշտ են ասում։ Նրանք ճիշտ են ասում։ Վստահաբար ունենք այդ խնդիրը տվյալ մանկապարտեզում 2023 թվականի քաղաքապետ նշանակվելուց հետո այդ մանկապարտեզներում 2-3 մանկապարտեզներում աշխատանքները դադարեցվել են։ Քաղաքապետ Ավինյանը տեղեկացնում է Երևանում մանկապարտեզների հիմնանորոգման եւ վերանորոգման 100 ծրագրից միայն 4-ից 5-ն է խնդրահարույց։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։